Եղբայր 8 տարի է գործադիր իշխանության ղեկավարն ես, 8 տարի է քաղաքական մեծամասնություն ես պարլամենտում։ Գնա թող անենք։ Կանգնում են ասում են ես վարչապետի տեխնացու եմ։ Եղբայր ասենք դու սկի падգամավորի տեխնացու չես, վարչապետի տեխնացու ոնց ուզում լինես։ 21 թվականին, երբ որ մենք չենք անցել խորհրդարան, մենք տուն չենք գնացել, մենք շարունակել ենք զբաղվել քաղաքականությամբ։ Չի եղել ընդհանուր համաձայնություն, եւ մենք ասել ենք, որ եթե չստացվի մեկ բևեռով ընտրություններին մասնակցել, մենք մասնակցելու ենք։ Բայց մենք գտնում ենք, որ հայկական պետականության բովանդակությունը վտանգված է։ Մենք մտնում ենք process-ի մեջ, որպեսզի պաշտպանենք մեր ինքնությունը, մեր պետական ինքնությունը, մեր ազգային ինքնությունը, ապուշությունը մտնել այդ վարչապետական գզվրտոցի մեջ։ Հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է զբաղեցնի բարձր հեղինակությամբ վերքաղաքական մարդ։ Դա կարող է լինել օրինակ մի գիտնական, մի մտավորական մարդ, եւ տալ պարագայում կարող լինել նաեւ այո հոգեվոր դասի մեր լավագույն ներկայացուցիչներից մեկը,